Մարտիրոսը բաժանված է երկու գյուղերի միջև՝ հին և նոր։ Հին գյուղից 1,5 կիլոմետր հեռավորության վրա Նզար լեռան ստորոտում գտնվում է Մարտիրոսավանքը կամ նույն ինքը Ժայռապոր Սուրբ Աստվածածին վանքը։ Ըստ վիմագրագետ Սեդրակ Վարխուդարյանի, վանքում եղած արձանագրության համաձայն նշվում է Պրոշ իշխանի, Պապակի, Հասանի Իաչեի անունները։ 1271-ից 86 թվականները վանքը կառուցել է Գրիգորիկ վարդապետը։ Վանքը հետագայում ծառայել է նաև որպես թաքստոց։ Վանքից 50 մետր վերև գտնվում է քարայր, որը ծառայել է ճգնավորների համար և նույնպես եղել է ապաստարան։ Հիմա մենք գտնվում ենք Կոյոսորի Մարտիրոսի Մարտիրոսի Սուրբ Դիմափոր եկեղեցին բարձրությունը ծովափակելուց 2030 կառուցված 1286 թվականին ռուսյան իշխանների կողմից Մարտիրոսի եղել է Հոմանանոցը, դաստակերտը, Մարտիրոսի այլ օրին հիմա խնդրեմ մտնենք եկեղեցին և այդպես պատմենք եկեղեցու մասին։ Մենք գտնվում ենք գավիթում, սա նախագավիթ է, ամբողջովին մեկ շայրից և կառուցվել է վերևից։ 15 տարում է կառուցվել եկեղեցին, միայն տեսնում եք գմբեթի վերևի մեկ կլոր քարն է, ուրիշ մնացածը ինքը ամբողջովին մեկ շայր է։ Եկեղեցին կազմված է երկու եկեղեցիներից։ Եկեղեցին միաժամանակ կոչվում է Մարտիրոսավան։ Տեսեք, դրանք ճգնավորի այրերն են, նորից նույն ձևով է կառուցված, վերևից է կառուցված, միայն վերևի գմբեթի մեկ հատվածն է ուրիշ տարբեր քար։ Մնացածը ինքը ամբողջովին շայր է։ Եկեղեցի ներսից այստեղից կա հայուղի մոտավորապես 200 մետր, որտեղով իջել են գետից ջուր են վերցել, այլ է որպես բեռ։ Ապահովության համար փակել ենք, որպեսզի երեխաներ մարդիկ չմտնեն, խրված տեղեր կան, անվտանգությունից ելնելով ենք փակել։ Եկեղեցում տեսնում եք բոլորը պատերը խաչել են և արձանագրություններ են, պատերի վրա կա եկեղեցու կառուցման տարեթվերը, իր պատմությունը, մի խոսքով բոլորը արձանագրություններ են, կան խաչքարեր նորից 1286 թվականից վարվելով եկեղեցին համարվում է Հայաստանում ամենաբարձր հնչեղություն ունեցող եկեղեցին։ Նույն դարը, նույն թիվը, նույն կառուցողները, որ կառուցել են Գեղարդը, ռուսյան իշխանները, տեսնում եք, բոլորը արձանագրություններ են, եթե ուշադիր լինեք, պատերի վրա բոլորը արձանագրություններ են, բայց շատ ափսոս, որ արդեն դարերի ընթացքում սառնությունից, հովից, ջրից արդեն քայքայվում են շատ արձանագրություններ, արդեն անընթեռնելի են։ Տեսեք, սրանք բոլոր արձանագրություններ են, խաչերի կողքերը լրիվ արձանագրություններ են, տեսեք, տեսնում եք, այս սրանք լրիվ արձանագրություն են, և բոլորը ամբողջ պատերի վրա արձանագրություն։ Կառուցողների մասին է, դարերի մասին, եկեղեցու պատմության մասին է, գյուղի պատմության, տեսեք բոլորը արձանագրություն։ Հրաշալի եկեղեցին, որ կառուցել է ճարտարապետը եղել է Մատթեոս վարդապետը, իսկ կառուցողը Գրիգորիկը, քարագործ Գրիգորիկ այդպես տարի շարունակ եղել է որպես ուխտատեղի ժողովրդի համար։ Եվ որպես ապաստարան, և որպես բեռ է ծառայել։ Անգամ պատմում են, որ 13-րդ դարում մոնղոլ թաթարներից պաշտպանվելու համար բնակչությունը ամբողջովին սպանվել են այս եկեղեցում, քանի որ մուտքն էլ եղել է քարից փակված, անգամ չեն իմացել, որ այստեղ մարդիկ կան։ Պատմում են, որ մի երեխայի լացի ձայնից ժողովուրդը մատնվել է և այդպես բոլորի կոտորել են։ Տարիներ շարունակ վանքում եղել են տարբեր միջոցառումներ և օգոստոսի վերջին շաբաթը համարվում է վանքի օր, այդպես է մեր ժողովուրդն ասում, գալիս են մատաղ են անում, նոմավառություն, իսկ շատ ավելի տարիներ առաջ բանը եղել է սպորտային խաղեր, մրցումներ, ավանդական հետաքրքիր ծեսեր է կատարվել և ժողովուրդը հիմա էլ շարունակում է այդ տոնակատարությունը ամեն տարի նշել։ Հավաքվում են ոչ միայն մեր Մարտիրոսի տարածքի մարդիկ, դուրս եկած մարդիկ, այլ նաև հարակից շրջաններից հավաքվում են և մասնակցում են այդ օգտագործությանը։ Կառուցվել է 1866 թվականին, իսկ վերջնական վերակառուցումը եղել է 1978 թվականներից, երբ ամերիկահայ բարերարներ Թագուհի Չիլյանի գլխավորությամբ եկան և որոշեցին վերակառուցել Արտինտիսական եկեղեցին։ Սուրբ Երրորդություն, Երկրորդ Երուսաղեմ անվանումով ինքը Սուրբ Աստվածածին է համարվում, բայց այդպես վերանվանվել է Սուրբ Երրորդություն, Երկրորդ Երուսաղեմ նրանց կողմից։ Հիմա մենք ունենք շատ հետաքրքիր խաչքարեր 13-րդ դար, 14-րդ դար, որոնք պահպանել են և որպեսզի
եկեղեցու պատմությունը ամբողջությամբ կմնա, մենք դրանք պահպանում ենք եւ ամեն անգամ խաչքարը 17-րդ դարի պատերն էլ ամբողջությամբ, որտեղ եղել են 5 խաչքարեր, մենք կարողացել ենք պահպանել ամրացնել պատերին, պահարատներ, բնունքներ, եկեղեցական այլ արարողություններ, ժողովուրդը շատ է հաճախում, ոչ միայն Մարտիրոսի տարածքից, այլ ամբողջ Հայոց ձորի տարածաշրջանից տարբեր տեղերից մարդիկ գալիս են գավնացության, գալիս են տարբեր ավանդական ծեսերի, արարողությունների կազմակերպման և մասնակցելու համար։ Մարտիրոսում միայն այս եկեղեցում են ծեսեր կատարվում։ Եվ սովորույթ կա, դարձել է ավանդույթ, որ յուրաքանչյուր բանակ գնացող զինվորի անպայման հավաքվում են այստեղ, նշում են և ճանապարհել է և ընդունել է։ Ողջույն լինի, թող խաղաղություն լինի, միշտ էլ բարեհաջող ճանապարհեք ձեր զինվորներին ու ընդունեք։ Պատկերված է կենցաղայի ինչ-որ պահ, հարսանեկան արարողությունը, հավանաբար գաթայաձեռք է, դա բաննա, բուժնա, գինու։ Տեսեք, արդեն այստեղ եկեղեցում ճաքեր է գնում և սա պետք է վերանայվի։ Այս պահին էլ մենք կզրուցենք Լիաննա Ասլանյանի հետ, Սուրբ Երրորդություն, երկրորդ Երուսաղեմ եկեղեցում ենք։ Լիաննան այստեղ աշխատում է եւ այգեգործ, եւ մոմավաճառ։ Խնդրեմ, Լիաննա ջան, պատմեք ինչ վիճակում է եկեղեցին։ Եկեղեցին կայունն է, բայց արդեն ունենք վնասված մասեր, ճաքերը գնալով ավելանում են։ Անցած անգամը ներսից փլուզվել էր, գետին ահագին հողեր ու քարերի եւ տեսկուլտեր էր հավաքվել։ Ու դրսից էլի ահագին մեծ ճաքեր կան։ Այդ վերջի երկրաշարժը, որ հենց մեր գյուղում էլ եղավ, մենք էլ զգացինք, էլի դրա վրա ես զգում եմ, որ օր-օրի ավելի են ճաքերը բացվում եկեղեցում։ Որևէ աշխատանքներ կատարվում է դրա համար։ Չէ, ոչ մի աշխատանք այտենց չի կատարվում եկեղեցում։ Որևէ տեղ դիմել եք։ Չէ, հələ չենք դիմել, բայց որոշել ենք, որ դիմենք։ Բոլորը մենք ենք անում, մենակ ես չեմ, ընտանիքի անդամներով բոլորս միասին անում ենք։ Եվ մաքրությամբ եք զբաղվում։ Եվ մաքրությամբ, եւ այգեգործությամբ բոլորը մենք ենք անում։ Դե շատ լավ է, որ հետևողական եք անում ենք։ Ոնց տեսնում եմ, ձեր մեջքի հետևում այս քարն էլ է ընկել։ Հա, այս քարերը փոխվում են, էլի։ Խոնավության պատճառով թե Ես մեկը երևի խոնավություն ստեղ չկա։ Երևի կլենա, հետևի կամ ցեմենտինա, չգիտեմ, չեմ կարող ասեմ, ինչից է այդպես փոխվում քարերը։ անորակ սոսինձ է եղել, կայուն չի։ Կարող է, չեմ կարող ասեմ։ Ինչից է եղել, բայց դուք կարող եք ճաքերը, ես կարող եմ առաջ գնալ ցույց տամ, որտեղից վերջում այդպես առաստաղից փոխվել է, թափվել է ու դրսի ճաքերի մասին։ Տեսեք, այստեղից արդեն ճաքերը գնում են։ Արդեն փլուզման եզրին, հա, արդեն։ Եվ ինչ աշխատանքներ է կատարվում։ Ոչ մի աշխատանք։ Որտեղ պետք է դիմեք, ինչ պետք է անեք, որպեսզի աշխատանքներ կատարվի։ Պետք է դիմենք նախ Էջմիածինին, որովհետև սա պատկանում է Էջմիածինին։ Ես ներկայացնեմ կառավարություն, թողած, ուրիշ ինչ չգիտեմ ոնց է լինի, տեսեք էստեղ։ Եկեղեցին բացվում է։ Մենք այս եկեղեցու վրա ունենք եւ արևային ժամացույց, շատ քիչ տեղերում կան, բայց ճիշտ չի տեղադրվել է պատի ներսին մասում, ժամացույցը պետք է լինի արտաքին մասի հետ, որ ժամացույց ճիշտ ցույց է։ Արևային ժամացույց է ինքը, բայց եւ պետք է լիներ դրսի մասում, որ արևի հետ ճիշտ աշխատել, փայտը դնում են եւ շատ ճիշտ մեր ժամացույցների հետ աշխատում են։ Աչքարը կառուցվել եւ տեղադրվել է 1283 թվականին, նշանակում է գյուղը եղել է 1283 թվականին։ Աչքարի վրա կա արձանագրություն կառուցողի, տարեթվի եւ Մարտիրոս գյուղի մասին։ Այսինքն ասում է կառուցեցի խաչքարը տեղադրեցի եկեղեցու անմիջապես առաջ, նշանակում է եղել է 1283 թվականին եւ եկեղեցին Ես Դերիկի որդի Մխիթարս, իշխանած իշխան Պռոշի եւ նրա որդի Հասանի հրամանով 1283 թվականին շինեցի Մարտիրոս գյուղը եւ կանգնեցի այս խաչքարը Սուրբ Վկայականի եկեղեցու դռան առջև։ Ի բարեփոխություն ինձ եւ իմ ամուսին Մամրճին եւ իմ որդի Հարիկ Շահին եւ իմ դուստր Զաքյանին, ովքեր որ ընթերցեք, հիշեցեք մեզ, շինվեց շնորհավորի ձեռքով։ Գրված է գրափարով, բայց մենք
թարգմանաբար դարձնում այսպես։ Կառուցված է հայրենական մեծ պատերազմի զոհվածների եւ անհետ կորածների պատիվ հետ Շաքարը կառուցեց մեր համագյուղակի Նաիրի Մազմանի Մերքոնյանի ընտանիքը մեծ աշխատանք կատարեց 44-յա պատերազմի մասնակիցներ երկու նահատակներին մեր հերոսների հիշատակ մեղադրեց Շաքարը։ Իսկ աղբյուրը կառուցված է 1948 թվականին նորից հայրենական պատերազմի զոհվածների եւ անհայտ կորածների հիշատակին։ Տեր-Սոկոտի դիրեկտորի Ռուսաստանը մահացեց, որտին եկավ կառուցեց հիշատակոր հիշատակ Լևոն Մանուկյանի։ Մենք միասին տեսանք յուղի անձնագիր խաչքարը, որը կառուցվել եւ տեղադրվել է 1283 թվականին։ Մենք վերջին թվագրման յուղը թվագրվում է 1868 թվականին։ Ուրեմն մոտավորապես մի 50 տարի առաջ Մարտիրոսում կար 750 տնտեսություն։ Մենք հիմա հանրագիտարանով ունենք Մարտիրոսին 750 տնտեսություն։ Մարտիրոսում կային շատ ջրաղացներ, որոնց ես տեսել եմ, ինքս տեսել եմ։ Պատկերացրեք, որ 750 տնտեսությամբ ինչքան բնակիչ կար։ Հիմա բոլորը տեղափոխվեցին նոր գյուղ, ունենք ընդամենը 130 տուն տնտեսություն, որից գյուղը տեղափոխվեց սողանքների պատճառով, տեղափոխվեց նոր գյուղատեղի, բայց իսկական սողանքները նոր գյուղատեղի 40 տարվա ընթացքում գյուղում դեմոնտաժվել են արդեն մոտավորապես 30 տուն, այսինքն գյուղը տեղափոխվեց, գնաց նստեց իսկական սողանքների վրա եւ անորակ կառուցվեց, բնակարանները շատ անորակ կառուցվեցին։ Այդպես այդ պատճառով եւ բնակիչների մեծ մասը տեղափոխվեցին գյուղից այլ տեղեր, վայք տեղափոխվեցին Ջերմուկ, Կարտաշատ, Երևան, այդպես գյուղը արդեն մնաց ընդամենը մի 130 տնտեսություն։ Մարտիրոսը հիմա համարվում է սահմանամերձ, եթե բացում եք Google-ով նայում ենք, մենք եղանք Վիմապոր եկեղեցու, Վիմապոր եկեղեցու հարևանությամբ գտնվում է Գոգի լեռը անմիջապես վերևով 7 կիլոմետր հիմա մենք համարվում ենք սահմանամերձ Ադրբեջանի հետ, որը որ նախկինում չկար։ Մենք ունենք հարյուրավոր հեկտարներ խոթհնձի, խոթհավաքի տարածքներ, որտեղ որ հնձում ենք նույնիսկ մեկը ռիսկ չի անում, որ ընդեղից մեկ հատ բանջար հավաքի, այսինքն շատ ռիսկային է, պոստերն ավելի նրանց պոստ ավելի բարձր է, քան մերը։